Մեր Տերն ու մարտիրոսներին պսակներ տվողը կրկնակի փառքով, նախ խոսքով և ապա գործով փառավորեց գերամեծար և փառավորյալ վկաների նահատակությունը։ Փառավորեց խոսքով, երբ ասաց. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, քանի որ նրանցն է երկնքի արքայությունը, և փառավորեց գործով, երբ ինքը հալածվեց և խաչի չարչարանքներով նահատակվեց, և Պոնտացի Պիղատոսի առջև վկայեց բարի դավանությունը։ Պետք է իմանալ, որ վկայությունը երեք կերպ է լինում. նախ սրտի վկայություն, երկրորդ լեզվի վկայություն, երրորդ արյամբ վկայություն։ Սրտի վկայությունը մեր հոգիներում հաստատված հավատն է, ըստ այն խոսքի, որ ասում է. «Սրտով հավատալն արդարություն է»։ Լեզվի վկայությունը մարդկանց առջև խոսքով վկայելն է, ըստ այն խոսքի, որն ասում է. «Ով խոստովանի ինձ մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ հոր առջև, որ երկնքում է»։ Իսկ արյան վկայությունը մարտիրոսությունն է և չարչարանքը, ըստ այն խոսքի, թե «Ով կամենում է գալ իմ հետևից, թող վերցնի իր խաչն ու գա, քանզի ով կորցնում է իր անձը ինձ համար, նա կգտնի այն»։ Բոլոր հավատացյալների համար բարի է առաջինը, առավել բարի է երկրորդը, երբ խոսքով հայտնի են դարձնում ծածուկ հավատը, ըստ այն խոսքի, թե «Թագավորների առջև վկայում էի քեզ և չէի ամաչում»։ Շատ ավելի բարեգույն և կատարյալ է երրորդը՝ մարտիրոսությունը։ Նախ, որովհետև գործով կատարում է այն, ինչ վկայում է խոսքով, իր արյունը փոխանակում է Տիրոջ արյամբ, ըստ այն խոսքի, թե «Չարչարվեց և նրա փառքին կցորդ եղավ», որի համար էլ երանի է տալիս նրանց, ասելով. «Երանի նրանց, որոնք հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»։ Այժմ խոսենք 4 հարցերի. նախ երանության մասին, երկրորդ, թե ինչու է հոգով աղքատներին, աղքատասերներին և հալածվողներին միապես երկնքի արքայություն խոստացվում Տիրոջ կողմից, երրորդ, ինչու է երանելի նա, ով Տիրոջ համար հալածվում է և չարչարվում, չորրորդ, թե ինչու են վկաների դասերն այնքան ուրախությամբ չարչարանքներ կրում Քրիստոսի համար։ Սկսենք առաջին երանության մասին հարցից։ Պետք է իմանալ, որ արտաքին փիլիսոփաներն ասում են, թե երանությունը 3 կերպ է լինում, սակայն նրանք սխալվում են։ Ստոիկյաններն ասում են, թե երանությունը հոգու առաքինության մեջ է, Սոկրատեսն ասում է, թե ճշմարտության ճանաչողության մեջ է այն, իսկ էպիկուրյաններն ասում են, թե երանությունը մարմնական հեշտությունների մեջ է։ Առաջին երկուսն այն հոգևոր, սակայն անցողիկ են համարում, իսկ վերջինը ամբողջովին սուտ և մարմնավոր, որովհետև այս կյանքը անցողիկ է և թշվառ է համարում և ասում է, թե չպետք է երանի տալ մարդուն մինչև նրա մահվան օրը։ Իսկ ճշմարտության աշակերտներս երանության մասին 2 բան են ասում, որ այն արտաքին է և ներքին։ Արտաքին ստեղծված երանությունը մեզ երանելի է դարձնում այս կյանքից փոխվելուց հետո, իսկ մյուսը ներքին անստեղծ երանությունը, որ ինքն Աստված է, մեզ երանելի է դարձնում ներգործաբար։ Առաջին ստեղծված երանությունը մեզ երանելի է դարձնում, նրանով պսակվում և հանգստանում ենք։ Երկրորդ, անստեղծ երանությունը երանելի է դարձնում, առ որը պսակվում և որի մեջ հանգստանում ենք։ Առաջինը սուրբերի պսակն ու հանգիստն է, իսկ երկրորդը նրանց պսակողն ու հանգստացնողը՝ Քրիստոս։ Այս մասին է ասում առաքյալը. «Ինձ սպասում է արդարության պսակը, որ այն օրը պիտի հատուցի ինձ Տերը արդար դատավորը»։ Եվ այս է խոստանում Տերը.
երանի նրանց, ովքեր հալածվում են երկնքի արքայության համար։ Իսկ այս երանությունն այսպես է սահմանում, թե երանություն է բոլոր բարիքներն ունենալը, ինչպես որ թշվառություն է ամենայն չարիքներն ունենալը։ Քանզի երանություն է մտքի ամենայն բարի բան իմանալը։ Այսպես նաև թշվառությունն իր մեջ պարունակում է ամենայն չարություն և ցավ։ Երանությանը հաջորդում է ուրախություն և խնդություն, իսկ թշվառությանը վիշտ ու ցավ։ Այս պատճառով էլ այստեղի կյանքը երանելի չէ, այլ թշվառ և ցավերով լեցուն, իսկ այնտեղի կյանքը երանելի է, այնտեղ չկան ցավեր, տրտմություններ ու հեծություններ, այն է, ինչ ավետեց Քրիստոս ասելով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»։ Իսկ ովքեր են երանելիները։ Վարդապետներն ասում են, թե ամենայն գոյի մեջ երանելիները 3 էություններ են։ Առաջին և ճշմարտապես երանելին նույն ինքը Աստվածությունն է, որ բնությամբ իր մեջ պարունակում է բոլոր բարիքների լիությունը, կյանքը, անմահությունը, թագավորությունը, լույսը, ուրախությունը և այլն։ Ինչպես ասում է առաքյալը. «Երանելին և միայն հզորը, թագավորների թագավորն ու տերերի Տերը, միայն ինքն ունի անմահություն, որ բնակվում է անմատչելի լույսերի մեջ»։ Երկրորդ. երանելի են իմանալի էությունները, հրեշտակների 9 դասերը երկնքում, որոնցից մեկը ողորմելի դարձավ և երկիր ընկավ, իսկ մյուսները մնացին և երանելի դարձան անճարելի փառքերի և անմահ կյանքի մեջ։ Երրորդ. երանելի էր մեր մարդկային բնությունը, որ ստեղծված էր Արարչի պատկերով, վայելչացել էր փափուկ դրախտում և զարդարվել անմահ կյանքով։ Սակայն չարի խաբեությամբ ընկավ այն երանությունից մեղքի ու մահվան ու ապականության ծառայության այս ողորմելի կյանքի մեջ։ Եկավ Աստծո Որդին և ավազանի սրբությամբ, մարմնի զանազան չարչարանքներով նախկին երանությունն ու երկնքի արքայությունը պարգևեց մեզ ասելով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, քանի որ նրանցն է երկնքի արքայությունը»։ Այժմ երկրորդ հարցի մասին, թե ինչու է Տերը միապես երկնքի արքայություն խոստանում հոգով աղքատներին, աղքատասերներին և հալածվողներին։ Որովհետև նույնն է մրցանակը նրանց, որոնց գործերը նույնն են, ըստ այն խոսքի, թե «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն»։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն և այլն։ Իսկ սրանց, այս 3 առաքինիներին միապես երկնքի արքայությունն է խոստանում, քանի որ ասաց. «Երանի հոգով աղքատներին, քանի որ նրանցն է երկնքի արքայությունը»։ Եվ աղքատասերներն ու ողորմածները ողորմություն պիտի գտնեն այն, ինչի մասին Տերն ասում է. «Եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեք ձեզ համար պատրաստված երկնքի արքայությունը»։ Իսկ այստեղ ասում է. «Երանելի են հալածվողները, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Սակայն տարակույս է առաջացնում այս, քանի որ աղքատը, աղքատասերն ու հալածվողը առաքինությամբ միմյանց նման չեն։ Նախ, քանի որ աղքատասերը իր ունեցածը տալիս է, աղքատը վերցնում է, իսկ տալն ու վերցնելը նույն գործը չեն։ Քանի որ հալածվողը փախչում է, իսկ աղքատասերը նրան ընդունում է իր հարկի տակ։ Քանի որ աղքատն ու հալածվողը կարիք ունեն բժշկի, իսկ ողորմածը լրացնում է նրանց պակասությունը։ Ահա երևում է, որ առաքինությունները միանման չեն, հապա ինչու է նրանց վարձքը միանման։ Այս մասին ասենք. որովհետև նրանք իրենց հաղթությամբ և նպատակով 3 բանով նման են. նախ գործով, քանի որ աղքատասերն աղքատանում է, հոգով աղքատն աղքատասերը այդ պատճառով էլ աղքատանում է։ Աղքատն ամենուր հալածվում է մարդկանց կողմից, իսկ տնից հալածվողը զրկվում է ունեցվածքից։ Ահա սրանք նման են գործով և իրավացիորեն
միապես էլ երկնքի արքայությունը պիտի ժառանգեն։ Երկրորդ, նման են հաղթությամբ, քանի որ հալածվողի հակառակորդն են բռնակալն ու հալածիչը, և աղքատասերն ու աղքատը երկինք ընթանալու ճանապարհին հարստությունն իբրև իրենց հակառակորդ ունեն։ Բռնակալն ընդդիմանում է հավատին և խափանում բարի գործերը, և աշխարհի հարստությունը ընդդեմ է կանգնած բարի գործերին և խափանում է հավատը։ Արդ, հավատի համար հալածվողը հալածչին իր թիկունքում է թողնում և գնում է երկինք։ Ահա ուրեմն երեքը միապես հաղթեցին թշնամուն, և հիրավի միապես էլ երկինքը պիտի ժառանգեն։ Երրորդ, քանզի նրանք նույն նպատակն ու հույսն ունեն, որովհետև Քրիստոսի սիրո համար է աղքատանում նա, ով աղքատանում է հոգով, քանի որ Քրիստոս մեզ համար աղքատացավ, և ով աղքատին սիրում է և ողորմում, Քրիստոսին է սիրում և արքայության արժանանալու հույսով բաշխում իր ունեցվածքը։ Այդպես նաև նա, ով հալածվում է բռնակալների կողմից, զանազան չարչարանքներ է կրում և համբերում է Քրիստոսի սիրո համար, որպեսզի նրա չարչարանքներին կցորդ և փառքին էլ հաղորդ լինի։ Այսպիսով պարզ դարձավ, որ այս երեքը նման են գործով, հաղթությամբ և հույսի ակնկալիքով, հիրավի նմանապես էլ երկնքի արքայությունն են ժառանգում։ Այսքանը երկրորդ հարցի մասին։ Այժմ երրորդ հարցի մասին, թե ինչ է Տիրոջ համար հալածվողների և չարչարվողների երանությունը, ինչպես ասում է, երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար։ Ասենք, որ Քրիստոսի համար կրած հալածանքների մեջ բազում բարիք և երանություն կա։ Նախ, քանի որ հալածվելը չարից փախչել և հեռանալ է նշանակում, և այդ մեծ երանություն է։ Ինչպես կրակից հեռացողն է փրկվում այրվելուց, այնպես էլ չարից հեռացողն է փրկվում նրա տանջանքներից։ Երկրորդ, երանություն է այն, որ որքան հեռանում ենք չարից, այնքան մոտենում ենք բարուն, քանի որ չարի վախճանը բարու սկիզբն է, որքան հալածվում ենք չարից, այնքան հաստատվում ենք բարու մեջ։ Քանի որ մարդուս կյանքը սահմանված է բարու և չարի մեջ, եթե բարուց հեռանում ենք, ընկնում ենք չարի մեջ, և եթե չարից ենք հեռանում, բարու մեջ ենք լինում։ Ամենաբարին Քրիստոսն է, և հալածվելով հաստատվում ենք նրա մեջ։ Երրորդ, հալածանքը քաջ և պինդ է դարձնում մարմինը, այսպես, ով հալածվում է Քրիստոսի համար, քաջապնդվում է նրա հավատի, հույսի և սիրո մեջ։ Չորրորդ, ինչպես արագ է վազում մարմնով հալածվողը, այնպես էլ նա, ով հալածվում է Քրիստոսի համար, արագ ընթանում է դեպի Քրիստոս, ըստ այն խոսքի, որ ասում է առաքյալը. «Կամենում եմ ելնել այս մարմնից և մտնել Աստծո մոտ»։ Հինգերորդ, հալածվողի հալածողից առաջ ընթանալը հաղթանակ է նշանակում, քանզի նա նրա հետևից է ընթանում և չի կարողանում բռնել նրան։ Վեցերորդ, ինչպես հալածվողը ազատվելով հագուստներից և բեռներից թեթևանում և արագ փախչում է, այնպես էլ սուրբերը ազատվելով իրենց ունեցվածքից, հայրենիքից և մեղքերի ծանրությունից, փութով փախչում են և ազատվում այս կյանքից։ Այդ պատճառով էլ երանի է տալիս հալածվողներին։ Յոթերորդ, հալածվողը չի տեսնում, ինչ որ թողնում է, այլ միշտ դեպի առաջ է նայում։ Այնպես էլ նա, հետևում մնացածները մոռացած, ձգտում է դեպի իր առջևում եղածները, ուշադիր վազում է աստվածային կոչման նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով։ Եվ սա է հաղթանակի լույսը, որի մասին ասում է Տերը. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, քանի որ նրանցն է երկնքի արքայությունը»։ Ութերորդ, հալածվողը թողնում է իր տեղն ու հեռանում, այսպես նաև ով երկրից, մարդկանց կողմից է հալածվում, երկինք է ելնում և հրեշտակների մոտ հասնում,
քանզի երկինքն ու երկիրը հրեշտակների և մարդկանց կրթության և ընտրության տեղեր են, ինչպես որ երկնքից, որ հրեշտակները կրթվեցին, ոմանք երկիր ընկան և դևեր եղան, այնպես էլ մարդիկ կրթված և ընտրված երկրում երկինք են ելնում դեպի հրեշտակների դասերը։ Եվ դարձյալ նախ անմարմին ոգիներն ընկան երկնքից և ապա մարդը մարմնով դրախտից։ Այսպես նախ ընտրյալների հոգիները երկինք են ելնում և ապա աշխարհի վախճանին մարմնով պիտի մտնեն Աստծո մոտ։ Ապա ուրեմն եթե հալածվում ենք երկրից, ելնում ենք երկինք, իսկ եթե չենք հալածվում, մնում ենք երկրում։ 9. Քրիստոսի համար չարչարանքներն ինքնըստինքյան փառք ու պսակ են, ըստ այն խոսքի, թե հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված, այսինքն չարչարված չէր։ Պողոսն ասում է. «Պարծենում ենք նաև մեր նեղություններով, քանզի ով չարչարվում է մարմնով, դադարում է մեղքեր գործելուց, որի համար էլ երանելի է»։ 10. Երանելի է Տիրոջ համար հալածվողը, քանի որ Տերն է պսակադիրն ու չարչարակիցը, և սա երեք կերպ. նախ պսակադիր է նախապես ընտրելով, ինչպես Առաքյալն է ասում. «Աշխարհի լինելուց առաջ ընտրեց մեզ, որովհետև ում առաջուց գիտեր, նրանց էլ կանչեց, և որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց և փառավորեց»։ 2. Քանի որ նախ ինքը դրեց նահատակությունը, չարչարվեց և ապա իրեն հետևողներին դեպի իրեն կոչեց։ 3. Քանի որ այժմ վկաների նահատակությունը ինքը Տերն է սահմանում և նրանց չարչարակից և օգնական լինում պատերազմում թշնամիների դեմ և հաղթում նրանց, և ինքն էլ պսակներ է տալիս իր սուրբերին, ինչպես որ ասաց. «Ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերին մինչև աշխարհի վախճանը»։ Այս և սրանցից ավելի պատճառներով են երանելի նրանք, ովքեր հալածվում են Քրիստոսի անվան համար։ Սա է 3-րդ գլուխը։ 4. Տեսնենք, թե երանելի սուրբերն ու վկաները ինչու են ուրախությամբ կրում տանջանքները և ոչինչ համարում մարմնի չարչարանքները։ Ասենք, որ 12 պատճառով։ Նախ, որովհետև Քրիստոսին իրենց մարտակից ու օգնական էին տեսնում, ինչպես Սուրբ Ստեփանոսն էր ասում. «Տեսնում եմ երկինքը բացված և Հիսուսին, որ Աստծո աջ կողմում է»։ Քանի որ նա է նահատակադիրը, նա է գործակիցը և ավարտին հասցնողը, ըստ այն խոսքի, թե «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել»։ 2. Իրենց աչքի առջև ունեին բարիքների խոստումը, ինչպես ասաց. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար», և թե «Ցնծացեք և ուրախացեք, որովհետև ձեր վարձքը մեծ է երկնքում»։ 3. Իրենց մտքերում ունեին հավիտենական տանջանքների երկյուղը, աչքերի լացն ու ատամների կրճտոցը, այդ պատճառով էլ ոչինչ էին համարում անցավորը, ըստ այն խոսքի, թե «Տիրոջ երկյուղով յուրաքանչյուր ոք խույս է տալիս չարից»։ 4. Միշտ խոկում էին Քրիստոսի, որ Աստված է մեզ համար կրած չարչարանքների, խաչի, մեղի, գեղարդի, փշերի, ծարավի և այլնի, մանավանդ փառքի հարության մասին, որի համար էլ հոժարությամբ չարչարվում էին, ըստ այն խոսքի, թե «Քրիստոս մեզ համար չարչարվեց, նաև դուք նույն մտքով վարվեցեք»։ 5. Անմոռաց էին պահում ավետարանի խրատը. «Մի զարհուրեք նրանից, ով մարմինն է սպանում, այլ նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի»։ Նաև «Ջանացեք մտնել նեղ դռնով», նաև «Ով չթողնի իր հորն ու մորը, չառնի իր խաչն ու չգա իմ հետևից, ինձ արժանի չէ»։ 6. Մարմնի ծանրությունը դեպի վայր է քաշում, դժվարաշարժ է դարձնում, նրան հեշտությամբ են բռնում թշնամիները, այդ պատճառով էլ
Սուրբերն ուրախությամբ էին մարմնից ելնում և երկինք մտնում։ 7. Տանջանքներն իբրև բժշկություն և մեղքերից մաքրվելու միջոց էին նկատում, քանի որ մեղքերը հեշտությամբ են մտնում մեր մեջ և չարչարանքով դուրս մղվում, ինչպես մարմնի հիվանդությունը դառը դեղով։ Այդ պատճառով էլ չարչարանքի գործիքները, հուրն ու սուրը ցանկալի էին նրանց։ Նրանք իրենց տանջողների իբրև իրենց բարերարների համար աղոթում էին։ 8. Քանի որ մարմնի տանջանքը կրկնակի գործ է անում, դուրս է մղում հոգու մեղքը և նախապատրաստում է արդարությունն ու պսակը։ Այդ պատճառով էլ այն սիրելի է սուրբերին։ 9. Ինչպես ամեն մի ծառ ծաղկում և հետո է պտղաբերում, քանզի ծաղիկը պտղի նշանակն է, այնպես էլ պտղի հանգստյան ծաղիկներն են մարմնի տանջանքներն ու չարչարանքները։ Այդ պատճառով էլ սուրբերը զանազան ծաղիկներ էին կրում, որպեսզի զանազան պտուղներ կրեն, ըստ այն խոսքի, թե երբ նախատեն ու հալածեն, ցնծացեք և ուրախացեք, քանի որ ձեր վարձքը մեծ է երկնքում։ 10. Ինչպես որ մեծամեծները լավագույն ստացվածքները տալիս են իրենց սիրելիներին, իսկ վատերը ատելիներին, այնպես էլ Աստծո մոտ լավագույնն է տանջանքը, որ տալիս է իր սիրելիներին, քան թե մարմնի հեշտությունները, որ աշխարհասերներին է տալիս, ըստ այն խոսքի, թե Տերը խրատում է նրան, ում սիրում է, և տանջում է ամեն մի որդու, ում ընդունում է։ Այդ պատճառով էլ նրանք հոժարությամբ էին ընդունում մարմնի տանջանքները, որոնք հաճելի են Աստծուն։ 11. Մարմնի տանջանքը հրեշտակների համար ուրախություն, իսկ դևերի համար տխրություն է, ինչպես մարմնի հեշտությունը ուրախություն է դևերի և տրտմություն հրեշտակների համար։ Այդ պատճառով էլ սուրբերը տանջում ու չարչարում են իրենց մարմինները, որպեսզի հաղթեն հակառակորդ թշնամուն և ստանան հաղթության պսակը։ 12. Նրանք արբած և թմրած էին Աստծո սիրով ինչպես գինով, այդ պատճառով էլ չէին զգում տանջանքները, քանզի այդպիսին է Աստծո սերը։ Նա, ում մեջ բնակվում է Տերը, մոռանում է ինքն իրեն և նրա սիրո համար ոչինչ համարում մարմնի տանջանքները, ինչպես Պողոսը, որ կրեց զանազան չարչարանքներ, Հակոբոսը, որ գլխատվեց, Սուրբ Ստեփանոսը, որ քարկոծումը ցող համարեց, Պետրոսը, որ գլխի վայր խաչվեց ասելով, որ արժանի չէ իր տիրոջ պես խաչվելու։ Այսպես նաև բոլոր սուրբերը ոչինչ էին համարում հուրը, ջուրը, վիհն ու գազաններին, սառնամանիքն ու ցուրտը, սովն ու ծարավը, մարմնի քերումը, սղոցումը, մեխերը, մատների ծայրատումը և մարմնի այլ բոլոր չարչարանքները Քրիստոսի սիրո համար, որն ասում է. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար», իսկ արդարությունը Քրիստոսն է, որ մեզ համար եղավ արդարություն, սրբություն և փրկություն, ինչպես ասում է առաքյալը։ Ուրեմն ճշմարտապես երանելի է նա, ով ճշմարիտ և ուղղափառ հավատի համար հալածվում է բռնակալների կողմից։ Երանելի է նա, ով Քրիստոսի համար կատարած գործերի պատճառով զրպարտվում է և հալածվում։ Երանի նրան, ով բամբասվում է և չարախոսվում։ Երանի նրան, ով նախատվում է և անարգվում Քրիստոսի անվան համար։ Եվ վայ և եղուկ բռնակալներին ու հալածողներին, վայ հերձվածողներին և հակառակորդներին, վայ զրպարտողներին և չարախոսներին, վայ նախատողներին և անարգողներին։ Դարձյալ երանելիների կարգում են նրանք, ովքեր ընդունում են Աստծո պատուհասի մասին խրատը և դառնում մեղքերից ըստ այն խոսքի, թե «Երանի այն մարդուն, ում դու ես խրատում, Տեր», և վայ նրանց, ովքեր չեն դառնում, քանի որ անզղջում սրտով կորստյան են մատնում իրենք իրենց։ Երանի նրանց, ովքեր հետևում են առաջնորդների խրատներին, քանի որ դառն է ամեն մի խրատի արմատ, սակայն քաղցր է նրա պտուղը, ըստ այն խոսքի, որ ասում է առաքյալը.
Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին։ Վայ անհնազանդներին, քանզի ամբարիշտներն են անգոսնում խրատը, ասում է իմաստունը։ Իսկ ինչ է արքայությունը, որ Տերը խոստանում է հալածվողներին։ Ասենք, որ չի խոստանում երկրավոր թագավորություն, որ անցավոր է և փոփոխական, քանի որ ոչ աշխարհի թագավորները և ոչ էլ թագավորության իշխանությունները մնայուն չեն, երկուսն էլ փոփոխական են և կորստյան ենթակա, իսկ երկնային թագավորությունն անփոփոխ է և մնայուն։ Իսկ ինչ է երկնքի թագավորությունը։ Ասենք, որ երկնքի թագավորությունը երկու կերպ է իմացվում. նախ երկրի վրա, ապա երկնքում։ Առաջինն այնպես է իմացվում, ինչպես ասում է Տերը. ամեն ոք, ով մեղք է գործում, ծառան է մեղքի, այսինքն ծառայում է մեղքի գործին, ախտին, իսկ ծառան անպատիվ է և հնազանդ իր տիրոջ կամքին, ապա ուրեմն ով հեռու է մնում մեղքերից, մեղքերի ծառան չէ, այլ ազատ է և ազատի պատիվն ունի։ Եվ ազատությունն ինքնիշխանություն է, ապա ուրեմն մարդիկ, թեև թագավոր կամ իշխան էլ լինեն աշխարհում, սակայն եթե մեղքերի ծառաներ են և ախտերի գերի, ազատներ չեն, քանզի անձնիշխան չեն, այլ մեղքերի իշխանության տակ ընկած։ Թագավորության պատիվն այն է, որ ինքը տեր չունի, ինքնիշխան է և այլոց տեր, այսպես նա, ով ազատ է մեղքերից, չունի տեր, քանզի մեղքերի իշխանության տակ չէ, նաև ինքնիշխան է իր մարմնի, ախտերի և մեղքի բոլոր ցանկությունների վրա։ Ապա ուրեմն երկնքի առաջին թագավորությունն այս է, որ չունեն աշխարհի բոլոր թագավորները, և որ խոստացավ Քրիստոս իր սիրելիներին, այս է, որ ասաց, թե հարյուրապատիկը կստանաք այստեղ, իսկ հետո հավիտենական կյանք։ Իսկ երկրորդ արքայությունն է երկնային թագավորությունը, ինչպես ասում է առաքյալը. եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։ Իսկ երկինք ասելով, նախ ցույց է տալիս, որ ոչ մի երկրավոր բան չկա, այլ այն է, ինչ աչքը չտեսավ և ականջը չլսեց և մարդու սրտի մեջ չընկավ, այն պատրաստեց Աստված իր սիրելիների համար։ Երկրորդ, ցույց է տալիս, թե մշտնջենավոր են և անանց, քանզի երկնքի թագավորությունը վախճան չունի։ Երրորդ, ցույց է տալիս, թե հրեշտակներին դասակից են լինելու, քանզի լցնելու են ընկած հրեշտակների տեղը։ Չորրորդ, ցույց է տալիս, որ միշտ լուսավորության մեջ են, քանզի եթե երկնքի արտաքին սրահն է այսպես լուսավոր, որքան ավելի ներքին արքայությունը պայծառ և լուսավոր կլինի։ Հինգերորդ, ցույց է տալիս, որ մոտ են Աստծուն, նրան են նայում և նրան են տեսնում միշտ, քանզի այժմ տեսնում ենք հայելու մեջ օրինակով, այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Վեցերորդ, որպեսզի հրեշտակների հետ նոր իմաստ և նոր գիտություն ստանան, այս և սրանից ավելի է նշանակում երկնքի արքայության խոստումը։ Եվ սրա պատճառը հալածանքներն ու մարմնի չարչարանքներն են, ապա ուրեմն չարչարանքները, որոնք այսպիսի հանգիստ ու փառք են բերում, սիրելի են մեզ, քան մարմնի հեշտությունն ու փափկությունը, որոնք հավիտենական տանջանքներ են պատրաստում։ Այս մասին է ասում առաքյալը. բոլոր նրանք, ովքեր կամենում են Աստված պաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսով, հալածանքների մեջ պիտի լինեն։ Այսպես բարի են մեր հալածանքները, թե չար սատանայից, թե բռնակալներից ու իշխաններից, թե ինչքերի պատճառով տուգանքները, թե մարմնի չարչարանքները, թե երեսին ասված նախատինքները, թե անեծքները և այլն։ Մի դժվարացեք, եղբայրներ, նայելով մեր սակապակասությանը, այլ հույսով ակնկալեք փոխարենը, որ հեռավոր է, քանզի որքան ուշանում է փոխը, այնքան ավելանում է շահը։ Այդ պատճառով է ասում.
Ցնծացեք եւ ուրախացեք, քանի որ ձեր վարձքը մեծ է երկնքում, այսինքն բազում են օթևանները, ինչպես ասած, իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան։ Քանզի բարի գործողի ամեն մի գործը նրա օթևանն է եւ հանգիստը, նույնը պսակ է եւ վարձ։ Արդարը պսակվում է արդարությամբ, ողորմածը ողորմածությամբ, սուրբը սրբությամբ եւ մյուսները նույնպես, քանի որ ըստ գործի եւ գործով են ստանում իրենց աշխատության վարձքը, որ մեկ այլ տեղում 3 մասի է բաժանում՝ 30-ավոր, 60-ավոր եւ 100-ավոր, ըստ առաքինության չափի պսակ եւ պարգևներ է խոստանում։ Եվ բազում պարգևները, որ լինում են շատերին, մեկ տիրոջ երեսից են բազմանում բազումների, եւ իր միությունից չի բաժանվում, այլ բոլոր սուրբերին պսակով իրեն է կապում եւ բոլորում, քանզի ինքը Տերն է, որ բաժանում է արքայության ժառանգությունը, եւ ինքն է բարի ժառանգությունը, ինչպես մարգարեն է ասում. Տեր, իմ ժառանգության եւ իմ բաժակի բաժին, ժառանգությունս դու ես կրկին ինձ վերադարձնելու, քանի որ ինքը բոլորին հերիք է, եւ նրանից դուրս այլ բարի չկա, ամենայն բարիք նրանով է հավաքված եւ կատարյալ։ Ինքն է, որ հարստացնում է, եւ ինքն է մեր հարստությունն ու ագարակում ծածկված գանձը։ Ինքն է պատվական մարգարիտը, ինքն է, որ վայելչություն է տալիս հավիտենական մարգարտին։ Եվ պետք է վաճառել ամեն բան, որ ունենք, եւ գնել այդ մարգարիտը։ Եվ վաճառելը 3 հատկություն ունի. նախ ինչ որ ունի տալիս է եւ ինչ որ չունի վերցնում, երկրորդ տալիս է անպիտանը եւ վերցնում պիտանին, երրորդ արժանապես է վերցնում, որ չափ տալիս է, նույն չափ էլ վերցնում է։ Ապա պետք է մեր ունեցած մարմնավորը տալ եւ մեր չունեցած հոգեվորը վերցնել, եթե չտանք, չենք ստանա։ Դարձյալ տալիս ենք անպիտանն ու ապականացուն եւ վերցնում անապականը։ Եվ ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ պիտի չափվի ձեզ համար։ Ձեր գոգը մեր բարերար Տեր Հիսուս Քրիստոսի կողմից պիտի լցվի առատ չափով, թաթաղուն, շարժուն, զեղուն։ Նա մեզ բոլորից թող արժանացնի երկնային արքայության երանավետ խոստումին եւ անթարամ պսակներին, ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, որով եւ որի հետ խորը միաժամանակ եւ Սուրբ Հոգուն, փառք, պատիվ եւ զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։